Ադամյանների տանը դավաճանության և հուսահատության ստվերներն ավելի են խտանում։ Վրամի ննջասենյակում տիրում է խեղդող կիսախավար մթնոլորտ։ Նա հեռախոսով խոսում է Լալայի հետ։ Վրամի հոգեվիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել քրոջ՝ Նարեի հղիության մտքի հետ, չնայած որ այն արդեն բավականին մեծ է և ճշմարտությունն ակնհայտ է բոլորին։ Կոտրված ու սպառված Վրամը հեռախոսով խոստովանում է Լալային իր ամենամեծ պարտությունը։ Նա ասում է, որ երբեք, նույնիսկ իր ամենավատ երազում չէր կարող պատկերացնել, որ մի օր հենց նրա օգնությանն ու խորհրդին նման կենսական կարիք կունենար։ Բայց Վրամը չգիտի, որ այս ճակատագրական խոստովանությունը ունի գաղտնի ունկնդիր։ Դրան հետևում քարացած կանգնած է Սաքոն։ Նա ականջ է դնում որդու յուրաքանչյուր խոսքին և նրա սիրտը կտոր է լինում։ Չէ՞ որ նրան թվում էր, թե իրենք վերջապես հաշտվել են, հաղթահարել են տարաձայնությունների անդունդը։ Սաքոն նույնիսկ արդեն հստակ որոշել էր և պատրաստվում էր իր ողջ բիզնեսն ու ունեցվածքը գրանցել Վրամի անունով։ Բայց հիմա այս խոսակցությունը նոր մահացու դաշույնի հարված է հոր մեջքին։ Սաքոն կրկին ապրում է կործանիչ հիասթափություն։ Իսկ հիմա վերադառնանք այն սարսափելի և պայթյունավտանգ պահին խոհանոցում, երբ Արմոն, կորցնելով չափի զգացումը, ուժ էր գործադրել Նարեի վրա և աներեսաբար սպառնում էր սպանել Վրամին։ Հենց այդ ճակատագրական վայրկյանին խոհանոց է ներխուժում Սաքոն։ Տեսնելով այս տեսարանը նրա աչքերում արթնանում է իսկական արյունոտ գազանը։ Նա փորձում է զսպել իրեն միայն Նարեի ներկայության պատճառով և մեղմ, բայց պահանջկոտ տոնով խնդրում է դստերը անմիջապես դուրս գալ սենյակից։ Հենց այդ ժամանակ էլ Սաքոն այլևս չի զսպում իր ցասումը։ Նա վայրի կատաղությամբ հարձակվում է Արմոյի վրա, բռնում նրա օձիքից, սկսում է ուժգին քաշքշել ու պատին դեմ տալով ատամների արանքից մահացու զգուշացում է անում նրան։ Եթե Արմոն գոնե մեկ անգամ, գոնե մեկ մատով փորձի մոտենալ կամ վնասել Նարեին, ապա ինքը վայրկյան անգամ չի տատանվի ու սեփական ձեռքերով կկտրի նրա վիզը։ Արմոն, զգալով վտանգի լրջությունը և Սաքոյի անզիջում կատաղությունը, այդ պահին նախընտրում է լռել ու կուլ տալ վիրավորանքը։ Բայց նրա սատանայական ուղեղն արդեն սկսում է աշխատել, կազմելով իր ամենաչարագործ ու դաժան պլանը։ Արմոն այն մարդկանցից չէ, ով ներում է ստորացումը։ Քիչ անց նա առանձնանում է և հեռախոսով գաղտնի կապ է հաստատում ընդհատակյա աշխարհի իր մութ ծանոթներից մեկի հետ։ Նրա պահանջը սարսափեցնող է։ Արմոն ասում է, որ գումարը բացարձակապես խնդիր չէ։ Նա պատրաստ է վճարել ցանկացած գին, բայց իրեն անհապաղ պետք է մի հատուկ, ուժեղ ազդեցությամբ դեղամիջոց, որը մարդուն աստիճանաբար, բայց հաստատապես կդարձնի հոգեկան հիվանդ, կքայքայի նրա ուղեղն ու կզրկի բանականությունից։ Դժոխքի դարպասները բացվում են հենց նույն երեկոյան։ Անիկը ոչինչ չկասկածելով, սովորության համաձայն խոհանոցում խնամքով պատրաստում է Սաքոյի դեղերը, որպեսզի տանի նրան։ Եվ հենց այն մի քանի վայրկյանի ընթացքում, երբ Անիկը շեղվում է, Արմոն, ասես թունավոր օձ, սողոսկում է ներս, աննկատ ու վարպետորեն փոխում է դեղահաբերը, դնելով իր բերած այդ կործանարար խառնուրդը։ Այսպիսով սկիզբ է առնում Սաքոյի իսկական, անվերջանալի դժոխքը։ Նա խմում է դեղն ու սկսում աստիճանաբար օր-օրի կորցնել կապն իրականության հետ, խելագարվելով ու տանջվելով սարսափելի տեսիլքներից։ Իսկ Արմոն, կանգնած ստվերում, սառնասրտորեն հետևում է այս ընտանիքի կործանմանը և հիվանդագին հաճույք է ստանում իր աներևակայելի վրեժից։ Սիրելի հետևորդներ, այս դաժան շրջադարձը վերջնականապես կործանում է ադամյանների հզոր կայսրությունը։ Ինչ եք կարծում, մինչև երբ Արմոյին կհաջողվի գաղտնի պահել այս հրեշավոր արարքը։ Արդյոք Անիկը կամ Վրամը կնկատեն դեղերի փոփոխությունը նախքան Սաքոն վերջնականապես կկորցնի իր բանականությունը։ Անպայման կիսվեք ձեր վերլուծություններով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր կարծիքներին։